շփոթեցրեք, ինձ խնդրում եմ, մենք դատարանի բակում չենք։ Նիկոլը շատ վաղուց է մեզ ասել, որ մենք շրջապատված ենք վնգստացող դատավորներով եւ լսել ենք այն ձայնագրությունը, որ ուզեն չուզեն կալանքը պիտի տան։ Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես են կանչվել դատավորները ու դատարանի նախագահները կառավարության շենք եւ բացատրություններ են իրենցից պահանջել, թե ինչու դուք չեք տալիս 100 կալանքից 100-ը, այլ բավարարում եք 99-ը։ Եվ մեղայականներով դատավորները գնացել են այլևս 100-ից 100-ը բավարարելու եւ այս վերջի տարիներին տեսնում ենք, որ Նիկոլին չեն հիասթափեցնում, որովհետեւ այլևս Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտակարգ արդարադատությունը, որը իր SMS-ներով է միայն, որը իր հրահանգներով է միայն, իր ստատուսներով է, ազգային ժողովից իր նոպաների հաճախականությամբ է պայմանավորված, ցավոք սրտի հստակ կատարվում է։ Բայց ես մի շատ կարևոր հանգամանքել եմ ուզում անդրադառնամ։ Նիկոլի իրական դեմքը այն է, ինչ այսօր այս 2 օրը կատարվում է ազգային ժողովում։ Այն, որ իր ներկայացրած բյուջեի քննարկմանը նույնիսկ իր զեկուցողները, համազեկուցողները, հարակից զեկուցողները, հանձնաժողովի նախագահները չեն ներկայանում։ Այսօր իր ֆրակցիան իր նույնիսկ բանի տեղ չի դրել եւ չի ներկայացել, քվորում չի ապահովել Նիկոլի համար։ Սա ի՞նչ է նշանակում, որ Նիկոլի այն, որ մենք պարբերաբար պնդում ենք տարբեր ապացույցներ բերելով, եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլը կառավարվում է արտաքին տերերով, ովքեր այստեղ իրեն բերել են, կարգել են իշխանության, Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելով եւ հիմա էլ շարունակում են արդարադատության համակարգում իրենց գերիշխանությունը, գործադիրի որոշումների նկատմամբ գերիշխանությունը եւ այլն, թե չէ Նիկոլի դեմքը այսօր իր ուսապարկերի անհարգանքն է անգամ իր նկատմամբ։ Նույնիսկ պետքները չի որ եկել վերանգել ազգային ժողովում, հասկանում եք։ Բայց դրան զուգահեռ ինքը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռում, ավելին այսօր ազգային ժողովում հայտարարում էր, որ այս ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու ու նրանք պետք է իմանան իրենց տեղը։ Այո, ձեր հարցը իմ մտքի շարունակությունն է հենց Էրդողանի եւ Ալիևի ռեսուրսով Հայաստանում իշխանություն զավթածը կարող է խոսել հենց նույն Էրդողանի եւ Ալիևի ռեսուրսով շարունակել զավթած պահել այդ աթոռը։ Ատում է եւ տանել չի կարողանում Հայաստանին հաղթանակ Արցախը ազատագրած մարդկանց քաղաքական ներկայությունը եւ այդ մարդկանց թիմերի քաղաքական ներկայությունը ազգային ժողովում։ Այսօր անոնսեց Նիկոլը 2026 թվականին ընտրակեղծիքների եւ ընտրությունների արդյունքները ամբողջությամբ կեղծելու իր պատրաստակամության մասին, ավելին նաեւ հայտարարեց, որ այն ռեսուրսը, որ ինքը ունի դրսից, իմ նշած Ալիևի եւ Էրդողանի դեմքով շարունակելու է կիրառել նաեւ 2026 թվականին։ Այս վախի մթնոլորտը, որ ինքը ստեղծում է, քաղաքական հալածանքները Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, այդ խուլիգանությունը, ահաբեկչությունը, որ կազմակերպում է Նիկոլը, միայն դրա համար է հայ ժողովրդին վախեցնելու, հայ ժողովրդին ցույց տալու ակնհայտ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում սուբյեկտ չեք, գործոն չեք, Հայաստանի Հանրապետությունը զավթել եմ ես եւ Հայաստանի Հանրապետության որոշումների կայացման հետ դուք որևէ ընդհանրություն չունեք։ Այն ինչ որ կատարվեց այսօր առավոտյան, ակնհայտ խուլիգանություն է եւ խուլիգանություն, որը իրականացվում է այն ինստիտուտների կողմից, որոնք պետականից վերածվել են արդեն բանդայի ինստիտուտների, կոնկրետ կազմակերպված ստորաբաժանումներով, Նիկոլի հրահանգներով շատ լավ գիտեն ով ինչ անել, ով պետք է ասֆալտին փռի, ով պետք է այդ ասֆալտին փռած որոշումը ստեղ պեչատի, ով ինչ պետք է անի, ակնհայտ է, որ մատնիչների ինստիտուտն է հիանալի զարգանում եւ գիտեք, այս իրանք են իրանց ամբողջ էությամբ քրեական ենթամշակույթ տարածողներ, այդ Նիկոլը իր բանդան, իր ուսապարկերի ամբողջությունը, ու մեր հասարակության ուզում են մոլորության մեջ գցել, տպավորություն ստեղծելով, թե որևէ մեկը քննարկում է հանցագործության մասին հաղորդում տալու հանգամանքը։ Մենք դա չենք քննարկում։ Մենք ասում ենք, որ դուք մատնիչների մի ամբողջություն եք, սուտ մատնություն գրողների, մարդկանց վրա կեղծ ցուցմունքներ տվողների եւ կեղծ քրեական գործեր կարողների մի խմբակ եք։ Սրա մասին է խոսքը, եւ այս տարանջատումը պետք է հստակ դրվի։ Տարանջատումը դրվել է, կարծում եմ, արդեն տարիներ շարունակ տարբեր հրապարակներից, ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այդ մասին բարձրաձայնում են։ Մենք այսօր ունենք կալանավորված arczepiskopos-ներ, տեսնում ենք մեր շուրջ տեղի ունեցող իրավիճակը, գրոհը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, բայց այս ամենին կարծես թե անհաղորդ է
հասարակության լայն զանգվածները, ընդդիմությունը ինչ է անում այդ զանգվածներին արթնացնելու ու հրապարակ բերելու համար։ Ես ձեզ հետ համաձայն չեմ, Հայաստանի հասարակությունը անհաղորդ չէ, որտեղ եթե Հայաստանի հասարակությունը անհաղորդ լիներ, ամեն օր քաղաքական բանտարկյալների թիվը տասնյակներով չէր ավելանա։ Երեկ մենք 2 անգամ ավելի քիչ քաղաքական բանտարկյալներ ունեինք, քան այսօր։ 3 չէ առաջ օրը անվստահության Նիկոլին անվստահություն հայտնելու նախագծի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դեռևս ազատության մեջ էր, որովհետև չկար այդ նախագիծը, չկար այդ հավակնությունը Նիկոլին հեռացնելու, չկար վճռական քայլը։ Տեսավ Նիկոլը այդ քայլը միանգամից ապօրինի քրեական գործով եւ ծիծաղելի դատական ակտով կալանավորեց Դավիթ Համբարձումյանին։ Կալանավորված չէինք տեսնի սրբազաններին, կալանավորված չէինք տեսնի անչափահասներին, ովքեր Գյումրու հրապարակում իրենց բողոքի, խաղաղ բողոքի ձայն էին արտահայտում, որոնք էլի այդ ոստիկանություն կոչվողների սուտ մատնություններով հիմա նստած են կալանավայրերում։ Չենք տեսնի Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ այս բիրտ ուժը եւ քաղաքական հալածանքը սուտ մատնության հիման վրա էլի կարված գործը, սա նրա մասին է խոսում, որ մեր հասարակությունը անհաղորդ չէ եւ Նիկոլը շատ լավ գիտի, որ միակ գործիքը մնացել է վախը։ Այդ վախն է իր ազդեցությունը թողելու։ Իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում չեն վաստակել գոյատևելու խաղաղ գոյակցություն ապահովելու իրավունքը։ Ու գիտեք ինչ, միգուցե ես հիմա մի բան կասեմ, որը անգամ ես մինչև վերջ չեմ ընկալի, բայց այսօր այն ինչ որ արվում է Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի, Դավիթ Համբարձումյանի, մեր արքեպիսկոպոսների, բարերարի նկատմամբ, կին քաղբանտարկյալի նկատմամբ ցույց է տալիս, թե ինչպիսին է պատկերացնում Նիկոլի բանդան իր նկատմամբ արդարադատությունը։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ իրենք հենց իրենց ցանած, իրենց սարքած արդարադատության կողմից են դատվելու։ Սա իրականում հասարակական համերաշխության եւ փոխադարձության սկզբունքի պահպանության համար խիստ կարևոր հանգամանք է։ Բարի, դուք ինձ հետ չհամաձայնելու իրավունք իհարկե ունեք, բայց այսօր մենք տեսնում ենք հրապարակներում եռացող գործընթաց։ Ինչ է արվում այսօր իշխանափոխություն անելու համար։ Սա երկրորդ մասն է հարցի, որի հետ ես ամբողջությամբ կհամաձայնվեմ։ Այո, հասարակության կողմից արդարացի անհանդուրժողականությունը ոչ մի կապ չունի ընդդիմության կողմից արված քայլերի կամ այդ քայլերի արդյունավետության կամ վճռական որոշումների կայացման հետ։ Դրանք բացակայում են եւ մեր անհաջողության ու ձախողման մասին խոսում է Նիկոլի գոյությունը։ Այդ անհաջողությունն ու ձախողումը ավարտվելու է միայն Նիկոլի մեր հասարակահաղական դիսկուրսից վռնդվելու օրը։ Այլ հնարավորություն եւ այլ տրամաբանություն չկա։ Մեր առաջարկը հետեւյալն է՝ իրական համախմբում, միավորում եւ վճռական քայլեր այս պահին արկա անվստահության գործընթացի նկատմամբ։ Անվստահության նախագիծ, որը ներկայացրել է պատիվ ունեմ խմբակցությունը եւ ստանձնել քաղաքական պատասխանատվություն հանրապետական կուսակցությունը, պատրաստ լինելով անցնել այս ամենի միջով։ Այն որ հիմա Դավիթ Համբարձումյանը կալանավորված է, ակնհայտորեն խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտի, որ իր համար վտանգավոր է ցանկացած կոնսոլիդացիա եւ ցանկացած պայքարի աղբյուր։ Ինքը դրա համար միանգամից ուզում է մեկուսացնի այդ պայքարի աղբյուրը։ Այն որ մենք պիտի ձևացնենք, թե սպասեք Նիկոլը թող պրոցեսներ կազմակերպի, մենք էլ գնանք մասնակցենք այդ պրոցեսներին։ Այս է Նիկոլի կազմակերպած պրոցեսը։ Այս Մասիս Մելքոնյանն է Նիկոլի կազմակերպած արդարադատությունը։ Սրան այլընտրանքային լուծումներ չկա։ Միակ այլընտրանքը Նիկոլն է եւ մեր ընտրությունը հետեւյալն է։ Կամ Հայաստանի անկախություն, Հայաստանի անկախության հռչակագիր, Հայաստանի քաղաքացու կարգավիճակի ընտրություն եւ դրա դիմացը Նիկոլը մեզ առաջարկում է թուրքական Իրիվանը, Նիկոլը մեզ դրա փոխարեն առաջարկում է Էրդողանի ասածը մեր համար օրենքա բանաձևը։ Ես վստահ եմ Հայաստանի քաղաքացիների ընտրության մեջ, բայց այ ընդդիմադիրների վճռականությունը դրան միանշանակ պիտի հաջորդի, որովհետև Հայաստանի քաղաքացին բազմիցս ապացուցել է 3-4 շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ լեփ-լեցուն հրապարակներով։ Մեզ Հայաստանի քաղաքացին դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հնարավորությունը տվել է սրանից ազատվելու։ Իմպիչմենտի գործընթացից խոսելով դուք նշում էիք, որ երբ լինի Հայաստան դաշինքի ստորագրությունները, դրանք կհաջորդեն քայլեր, բայց ոչ միայն չի եղել
քաղաքացիական պայմանագրից որևէ արձագանք, որևէ քայլ, այլ նաև հիշեցնեմ, որ չունենք որևէ գործողություն անկախ 4 падգամավորների միացման հետ կապված։ Մենք չենք ասել, որ հենց Հայաստան դաշտի падգամները ստորագրել, մենք բերելու ենք ԿՊԱ-ականների ստորագրությունները, մենք ասել ենք, որ շարունակում ենք աշխատել եւ ես մշտապես ասել եմ, որ ԿՊԱ-ականները ոչ թե գիտակցության են գալու, այլ բացառիկ հակազդեցության արդյունքում են իրենք տալու այդ ստորագրությունները եւ այդ հակազդեցությունը բացառելու, այդ հակազդեցությունը թույլ չտալու համար է այս դատական process-ները, այս դատարանները ու այս կալանավորումները, ու նաեւ դրա համար են կալանավորել Դավիթ Համբարձումյանին։ Ինչ վերաբերվում է իրենց կայունության մասին, այդ հնարավորության եւ հավանականության մասին։ Այսօր նույնիսկ Նիկոլին չեն հարգել, գան քվեարկեն, որ Նիկոլը գա ելույթ ունենա իր ցանկացած ստերի դոզան հերթական անգամ մատուցի մեր հասարակությանը։ Դուք ինձ ուզում եք ասեք, որ սա ցուցիչ կամ նշան չի, որ հակազդեցության ճիշտ կազմակերպումը իրենց բերելու է այն նպատակին, որին որ մենք ենք ուզում հասնել։ Իհարկե, այդ ամեն ինչը հեշտ չի, շատ դժվար է։ Այդ աշխատանքները այն մասով, որ չափով որ հնարավոր է, տարվում են։ Բավարարը չէ, ես ինքս ասեցի, բավարար կհամարվեն միայն այն ժամանակ, երբ որ Նիկոլը չլինի։ Նույնիսկ եթե մենք ունենանք այդ տա Աստված 56 ստորագրությունները, բայց դրա նախորդող օրը դեռևս հաջողություն չի լինի, քանի դեռ Նիկոլի տեղը չկա ուրիշ վարչապետ, չկա ուրիշ մարդ, որ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը, քանի դեռ այդ աթոռը բռնազավթումից ազատված չէ։ Այո, դա բավարար չէ, բայց գիտեք ինչ կներեք, մենք Հայաստան Դաշնքի падգամավորներին 4 ամիս ավել համոզում ենք, որ ստորագրություն տան։ Դուք մտածում եք, այս Նիկոլա հպատակ, այս ապարատը, այս բռնաճնշումների ֆոնին պետք է 4 ամսից ավելի քիչ տևի այդ process-ը։ Ես առաջարկում եմ միմյանց ժամկետային պահանջներ ներկայացնելուց կամ նախապայմաններ լրացուցիչ ներկայացնելուց առաջ ընդհանրապես մի պահ կանգ առնենք։ Օրինակ ոնց որ դա արել են հանրապետական կուսակցության անդամները, բոլոր շարժումներում եղել են այդ շարժումների ակտիվ մասնակիցներ 0 ամբիցիայի դրսևորմամբ։ Հիմա կա դաշտում առաջարկ եւ այդ առաջարկը հանրապետականի իշխանության գալու մասին չի, այդ առաջարկը մեզ բոլորիս ազատագրելու մասին է, Հայաստանում տասնյակ քաղաքական բանտարկյալներին բանտերից ազատելու մասին է, սրբազաններին բանտերից ազատելու մասին է, Հայաստանի սահմանները վերականգնելու մասին է, Հայաստանում արդարադատությունը վերականգնելու մասին է, այս ստի անհանդուրժողականության ու ատելության միջավայրին ու մթնոլորտին վերջ տալն է։ Էսա մեր առաջարկը։